Որպես հավատալու կարող եմ իմանալ ինչի։ Դռները ոնց որ ուզում են ջարդեն։ Ինչ դուր են ուզում կորականների։ Երևի թե շենքի դռները։ Մի տվեք, հետո արդեն կպատասխան, անպատասխանալ։ Հարց չի բայց։ Իսկ դու կարող եք ներկայացնել հայության համար հոգևոր։ Խնդրում եմ դուրս եկեք, մի խանգարեք։ Մեր հոգևոր կենտրոններից մեկը, կարևորագույններից մեկը, ինչ մի խանգարեք։ այսինքն հայտնաբերել եք ինչ փնտրում էիք։ Դե ո՞նց գնա մարդիկ կանգնացել են։ Մարդիկ կանգնացել են։ Ինչ որ բան հայտնաբերեցիք եւ արդյունք տվեց ձեր որոնումները։ Մեկին ասեք որ կարա պատասխանի էլ այդ հարցերին։ Ույշ տախտուց է։ Այո։ Այսինքն Մի խոչընդոտեք։ Չեն խոչընդոտում, մենք այդքան իրավունք եւ հնարավորություն տվել են մեր սեփական երկրում շարժվելու, հավատք ունենալու, խոսելու, կարծիքի համար կալանավորում եք, խոսքի համար կալանավորում եք, եկեղեցի այցելելու համար կալանավորում են։ Արդեն հոգևոր ինքնությանն են հասել։ Ես վստահ եմ, որ այդ եկեղեցականները, տեր հայրերը, ովքեր այս պահին ձերբակալված են, նրանք ձեր երեխաների կնունքին, ձեր ամուսնական պսակադրությանը օրհնությունն են բերել եւ իրականացրել են այդ սուրբ արարողությունները, երբ որ դուք մկրտվել եք, եթե մկրտված եք։ Ոնց եք հանդուրժում այս իրողությունը, որպես հայ մարդ։ Հրաման կատարելով չեք կարող արդարանալ։ Հրաման կատարելով վաղը մյուս օրը գալու են ասելու են ասկյարները հիմա բռնաբարում ենք ձեր մորն ու կնոջն ու երեխային ձեր աչքի առաջ։ Դուք հրաման եք կատարելու։ Արդեն մեր հոգևոր ինքնությանն են հասել։ Ոնց կարելի է հանդուրժել այս ամենը։ Եւ ես որպես հայ մարդ հենց հիմա իրավունք ունեմ հասկանալու մեր հոգևոր կենտրոնում ինչ է իրականում տեղի ունենում։ Բարև ձեզ, կարելի է ձեզ մի րոպե։ Խնդրում եմ պարզաբանում։ Որևէ անձ, ով կարող է պարզաբանում տալ։ Ներողություն կա որևէ անձ, ով կոմպետենտ է պատասխաններ հնչեցնելու։ Չէ՞ որ գործողություն եք անում, հանրության հետ բաց, շիտակ խոսեք։ 3 միլիոն վարչապետերից այստեղ կան եւս մի քանի վարչապետեր։ 100-ին հասնող վարչապետեր կան այստեղ։ Խնդրում եմ պարզաբանեք մեզ։ Բնակիչներ, բոլորը տիկնոջ հարցադրումը ուղեք համապատասխան գործողությունները, որ տեղ են ունենում ներսում։ Տիկնոջը միայնակ մի թողեք, մենք բոլորը Կարելի է ձեզ մի րոպե։ հավատավորներ ենք, հետևորդներ ենք, տիկինը ճիշտ է ուղղում իր հարցադրումը։ Արդյոք իրավունք ունենք տեղեկանալու։ Ինչ գործողություններ է սպանում տեղի ունենում։ Գործողություններ են տեղի Կոմպետենտ որևէ որևիցե մեկը պատասխան կտա այս հարցերին։ Իսկ ինչ չափով է խաթարվել կամ ով է խաթարել հասարակական կարգը։ Լրագրողների ներկայությամբ, ոստիկանների Հասարակական կարգը խախտվել է այստեղ։ Խնդրում եմ պատասխանեք։ Անհասկանալի գործողություններ, եթե հիմա հրաման կա գմբեթից իջացնել խաչը, պիտի կատարեք այդ հրամանը։ Մենք հայերեն ենք խոսում, Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն դեռևս հայերենն է, եւ հույս ունեմ այդպես Տեսեք, պարոն փոխգնդապետ, որ հարց ենք տալիս, ուզում ենք հասկանալ, ինչ սահմանադրական կարգ է խախտվել, որ դուք էլ փորձում եք պահպանել։ Հարցակում ա եղել օրինակ, չգիտեմ, կարող է ինչ-որ մարդիկ հարցակվել են կատարում, գործողություն են կատարում, մենք էլ հասարակական կարգ ենք պահպանում։ Հասարակական կարգը այսինքն խախտվել է, ով է խախտել։ Ուզում ենք հասկանալ։ Ներողություն, իսկ փաստաբան, այսինքն օրինական հիմքեր ունեն ձեր գործողությունները, ընթերականներ, չգիտեմ, փաստաբաններ ներկա եղան են ձեր գործողությունների ընթացքում։ Այսինքն մենք ենք ջղայնացած։ Մենք ենք բարկացած, որովհետև մենք առաջինը քրիստոնեությունը ընդունած երկիրն ենք։ Փորձեք մտնել ներս տեսնել։ Իհարկե Փորձեցի, ես էլ փորձեցի, չթողեցին, հանեցին։ Խոչընդոտեք մեր Խոչընդոտում, խնդրում եմ իսկ խոչընդոտեք, որպես հավատավոր հայուհի, ես ուզում եմ իրավունք ունեմ մտնելու։ Իհարկե։ Իսկ կարող եմ հիմա մեր հոգևոր առաջնորդարանն մտնել։ Չեք կարող մտնել, Ինչու՞։ որտեղ հենց հիմա ազգային անվտանգությունը քննչական կոմիտեի հետ միջոցառում է իրականացնում։ Կարող ենք իմանալ ինչ միջոցառում, ինչ գործողություններ եւ ով է խախտել այն կարգը, որի հիման վրա դուք այստեղ եք Ես չեմ գտնվում։ դիրապետում այդ ինֆորմացիան։ Այսինքն դուք չգիտեք ինչ եք իրականացնում։ Մենք անվտանգություն ենք ապահովում։ Ում անվտանգությունը։ Տարածքի Տարածքը անվտանգ է։ Մենք
Մենք զինված չենք, որևէ վտանգ չենք հանդիսանում տարածքի համար, իսեր Աստծո։ Արգում ենք ձեր խոսքը։ Շնորհակալ եմ։ Մենք էլ խնդրում ենք հարգել մեր հավատքը եւ թույլ տալ մտնել։ Ուղղակի մեր ծառայության բերումով մենք Չէ, ծառայության բերումը այս պահին արդարացում չի։ Երբ որ հարձակվել են հայ ինքնության վրա, հոգեվոր Չէ, մեր հոգեվոր արժեքի վրա այսօր ներգործություն է տեղի ունենում։ Այսօր քրիստոնեության վրա Հայաստանի Հանրապետությունում Սուրբ հայրերին այսօր ձերբակալել են, ինչը նշանակում է, որ այլևս մեր երկրում մեր հավատքը վտանգված է։ Ես խնդրում եմ, որպես դուք հայորդի, ուժեղ, պաշտպանող, մեր հայուհիներից պաշտպանն եք դուք։ Եվ ես հույս ունեմ, որ երբ որ ասկյարները կգան ու հրամանը կիչնի, որ շատ տգեղ ու բռնաբարող գործողություններ են իրականացվելու, դուք այդ դեպքում չեք արդարացնի, որ ծառայություն եք իրականացնում եւ ստիպված եք լռելու։ Հիմա խնդրում եմ, մի ենթարկվեք այն հրամանին, որը ապօրինի է, եւ ենթարկվեք հայ ժողովրդին, ով հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ է, եւ խնդրում է, պահանջում է ձեզնից, որպես հայ տղերք, հայերեն խոսացող տղերք, երբ որ դուք ծնվել եք, ձեր ծնողներին ասել են, որ հայ օջախը շեն մնա, հայ արուզավակ է ծնվել, եւ հենց այն եկեղեցականները, ովքեր այսօր կալանավորված են ու ձերբակալված են, նրանք օրհնել են ձեր մկրտությունը, ձեր պսակադրությունը, ձեր զավակների մկրտությունը, Աստված մի արասցե մեր տատիկ պապիկների մահվան արարողությունը, ես խնդրում եմ հարգել իմ հավատքը եւ չխոչընդոտել։ Ոչ մեկ ձեր հավատքը չի դնում աստիճանի վրա, որ անհավատորեն մոտենում։ Ուղղակի մեր ծառայությունը այս պահի դրությամբ դուք խոչընդոտում եք։ Ինչ արեցինք, որ խոչընդոտում ենք։ Հնարավորինս բարոյներից դուրս։ Չէ, ես խնդրում եմ, էլի զինված չենք, նորմալ մարդիկ ենք, խաղաղ։ Ես չեմ տիրապետում։ Կասեք ինչ որ մի հատ կոմպետենտ մարդ, ով որ կարող է քանել։ Կա որևէ մեկը կարող է պատասխանել։ Ինտերսում հոգևորականներ կան այս բանի։ Մենք չենք կարող պատասխանել։ Իսկ հանցագործներ կան ներսում։ Մենք չենք կարող պատասխանել։ Ոչ մի հարց Չեք կարող թե Մենք չենք իմանում։ Մենք մեր Բավա դուք չեք իրականացնում։ չի իրականացնում գործողությունները։ Եկեք որպես ճիշտ հասկանանք, էլի իրար Դուք մեզ ճիշտ հասկացրեք։ անվտանգություն եք, չէ՞ ապահովում։ Մենք անվտանգություն Ում անվտանգությունն է իրականացնում, եթե դուք եք եւ այլ չլինի։ Մենք չենք տիրապետում Ում իջև բախում լինի, այսինքն ներսում կան մարդիկ։ ասած հասկացողություն։ Լավ, հասկանում եմ, հարգելիս, խնդրում եմ ինձ բացատրեք, այս պահին ներսում կան հանցագործներ։ Ես չեմ տիրապետում։ Իսկ հոգևորականներ ԱԾ-ն չի ներսում իրականացնում գործողությունները։ Ինչ եք Ես կատարում։ ուզում եմ ձեզանից խնդրել, բոլորից եկեք դուրս գանք, դուրս սպասեք։ Իսկ ինչ ենք կոչընդոտում, եթե մենք այստեղ սպասենք։ Մուտքի մոտ սպասենք կամ ներսում։ Կարող ենք ներսում։ Չէ՞ որ Ոչ մեկ չի